Տիկին Ղազարյան, դուք ուժեղ Հայաստանի քվեները ազգային ժողով ընտրվել է խնդրահարույց համարում եք։ Ես կարծում եմ, որ առաջին իսկ օրվանից մենք խոսում ենք նրա մասին, որ խորհրդարանի վարկանիշը պետք է բարձրանա եւ դրա համար շատ կարեւոր է։ Նրանց քվեները խնդրահարույցը կեղծիքներով համարում եք, թե ոչ։ Գիտեք, մենք այս մասին հայտարարություն քանի անգամ արել ենք։ Ստակեցնել, որտեղ իրողություն է փոխվել։ Ինչ իրողություն է փոխվել։ Ազգային ժողովի փոխնախագահ եք ընտրում եւ ձեր թիմակիցների կողքը նստելու եք ուղեկցում պարոն Վարդևանյանին։ Հիմա ուզում եմ հասկանամ, դիրքորոշում փոխվել է։ Մենք անում ենք ամեն բան, որպեսզի խորհրդարանը գործի եւ խորհրդանի աշխատանքները չխաթարվեն։ Շնորհակալություն, հարցնում եմ, խնդրահարույց կեղծիքներով համարում եք իրենց քվեները։ Դրա մասին կան տարբեր քրեական գործեր դատարաններում եւ ակնկալում ենք, որ դատավարությունները տեղի կունենան արդար ձևով եւ մեր քաղաքացիներին հուսող հարցերը պատասխան կստանան։ Վիճահարույց եք ամեն դեպքում։ Իհարկե։ Այդ դեպքում ինչպես ընտրեցիք վիճահարույց քվեներով։ Քանի չկա դատավճիռ, մենք առաջնորդվում ենք խորհրդանի աշխատանքները չխաթարելու սկզբունքով։ Սուր ելույթներ եք ունենում, ասում եք ճակատներից կկպցնենք ընտրակաշառք բարեջ ժամանակ, ինչու չէիք սպասում։ Ձեր թիմակիցներն ավելի ճիշտ, ինչու չէին սպասում դատարանը։ Մեծ դժվարությամբ, բայց առաջին իսկ օրվանից մենք հայտարարել ենք, որ լինելու են քաղաքակրթության սահմաններում ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը եւ ես ակնկալում եմ, որ մեր քաղաքացիները առնվազն կնկատեն այն ջանքերը, որ մենք ներդրել ենք այդ գործողությունը չխաթարելու համար։ Ազգային ժողովը որպես կառույց ձևավորվում է եւ ես իմ կողմից որպես պատգամավոր անելու եմ ամենը, որպեսզի խորհրդարանի վարկանիշը բարձրանա։ Տիկին Ղազարյան, ներողություն, ցակրավորների մահը ցանկանալու հետ կապված ձեր ելույթին հակադարձումներ եղան, մասնավորապես ձեզ հիշեցնում էին, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասում էր ինչու չես զոհվել, հետո պարզաբանեց, որ դա Ղարաբաղյան էլիտային է վերաբերում, բայց ամեն դեպքում ղարաբաղցիները նույնպես հայեր են, այսինքն չի ստացվում, որ Փաշինյանը նույնպես հայերի մահներ ցանկանում է այդ դեպքում, ինչի այն դեպքում դուք չափշեցիք։ Դուք արդեն իսկ վարչապետի պարզաբանումը նշեցիք, ավելացնելու բան չունեմ, ակնկալում եմ, որ այս հարցը կուղղվի Էդգար Ղազյանին, թե ինչու դեռևս նա ներողություն չի խնդրել հայի մահ ցանկանալու համար։ Փաշինյանն էլ Ես ասում եմ, պարոն վարչապետը իր հայտարարությունը մեկնաբանել է եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները իրենց քվեով հաստատել են, որ իրենք հասկանում են, թե ինչ նկատի ունի վարչապետը։ Ինչու՞ չէ զոհվել ընդունելի։ Ժամանակն է, որ մեր հանրությունը նկատի, հատկապես ընդդիմադիրները, որ մեր հասարակությունը շատ լավ է հասկանում, թե ինչ նկատի ունի վարչապետը եւ ինչ կոնտեքստում։ Վարչապետի արված հայտարարությունը քաղաքական հայտարարություն է, ուղղված հստակ անձի։ Քաղաքական հայտարարություն չէ, քաղաքական հայտարարություն չէ, ուզել հայ սակրավորի մասին։ Վարչապետը մահ չի ցանկացել։ Վարչապետը մահ չի ցանկացել։ Ավել դիակ չեն ցանկացել։ Ոչ, Հայաստանի Հանրապետության վարչապետը քաղաքական հարցադրում է արել քաղաքական գործին եւ վարչապետը որևէ կոնտեքստում հայ մահ ցանկանալ չի կարողացել եւ չի ցանկացել։ Օսիպյանը քաղաքական գործիչ է եւ տեղի է ունեցել քաղաքական բանավեճ, որում հնչել են հստակ հարցադրումներ։ Դուք քանի որ հավակնում եք Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին, եվրոպական արժեքները կարևորող քաղաքական գործիչ եք, Տիկին Ղազարյան, քննչական կոմիտեն հանգստյան օրերին մի հաղորդագրություն տարածեց, որտեղ սպանություն պատվիրելու դեպքի հետ կապված տեղեկություն էր հաղորդում եւ կնոջ անձնական կյանքին վերաբերվող մանրամասներ էր հայտնում։ Արդյոք սա դուք մտահոգիչ չեք համարում, սա է ձեր պատկերացված Հարգելի Նարեկ, ես հուսամ դուք նկատել եք անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը իմ կարծիքը ամբողջությամբ տեղավորվում է այդ հայտարարության մեջ քննչական կոմիտեի կողմից կատարված հայտարարությունը չպետք է փորձ լիներ բավարարելու հանրության ակնկալիքները եւ մնացած բոլոր իրավական ձևակերպումներում ես ամբողջությամբ կիսում եմ անձնական տվյալների գործակալության կոմիտեի դիրքորոշումը, որ ուզում հիշեցնել, որ գտնվում է Արտադատության նախարարության ներքո։ Սա իշխանության նոր գործելավոճն է քաղաքացուն անձին միջև վերջ ոչնչացնելու Տիկին Ղազարյան։ Նարեկ Ես նման գնահատականի հետ համաձայն չեմ, իսկ ինչ վերաբերում է նշված հայտարարությանը, արդեն ասեցի, որ ես կիսում եմ անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը վերից վար, որը գտնվում է, ուզում հիշեցնել, վարչապետի կողմից ձևավորված կառավարության
անդամ արդարադատության նախարարության ներքո։ Այսինքն վարչապետի հովանու ներքո այդպիսի հայտարարություններ ուրեմն տարածում եւ պաշտպանվում եւ արդարացում նման գործեր։ Ինչ հայտարարություն վարչապետի ներքո հովանոցի ներքո։ Ես Ես նման վարկածով չի առաջնորդվի, ես որպես падգամավոր, ով վերահսկողություն է իրականացնում գործադիր մարմինների նկատմամբ, բավարարված եմ արդարադատության նախարարության ներքո գործող գործակալության հայտարարությամբ։ քննչական կոմիտեի տարածած նմանատիպ հայտարարություններ առանցակ բարոյական եք համարում։ Ես վստահ եմ, որ դուք առիթ կունենաք քննչական կոմիտեին հարց ուղղել, թե ինչու են իրենց դե կունենաք։ Ես ասում եմ կրկին, ինչքան էլ հարց տակ, որ ես սատարում եմ կառավարության ներքո գործող գործակալության տարածած հաղորդագրությունը։ Քննչական կոմիտեի այդ գործելավոճը Ժորժ ջան, դատապարտելը քաղաքական կատեգորիա չէ, նման կատեգորիաներով ես չեմ առաջնորդվում։ Եթե որովհետև քաղաքական գործիչը արել է մի հայտարարություն, ես չեմ դատապարտում, ես իրենից պահանջում եմ ներողություն խնդրել հասարակությունից։ Քննչական կոմիտեից ներողություն խնդրել մարդու անձնական։ Քննչական կոմիտեն վստահ եմ առիթ կունենա հայտարարությամբ հանդես գալ, թե ես չեմ պատրաստում հիմա ստանձնել քննչական կոմիտեի խոսնակի պարտականությունները, այսքանը։ Պարտականություններ ստանձնել եւ տարածում եք հաղորդագրություն։ Ես պաշտպանում եմ կառավարության ներքո գործող գործակալության հայտարարությունը, առաջարկում եմ բոլորին։ Այո, եւ հուսով եմ դուք էլ անդիմություն կրում Դե ինչ որ դուք նկատի ունեք, երբ որ ինձ եք վերագրում։ Ինչ նկատի ունես։ Որ մարդու իրավունքները հարգում են Իհարկե։ Եվ հուսով եմ, որ այս շենքում գտնվող բոլոր անձինք հարգում են մարդու Չէ, բայց իրավունքները։ մենք տեսանք, որ այս հաղորդագրությամբ մարդու անձնական կյանքի Դրա համար անձնական տվյալների պաշտպանության կոմիտեն գործակալությունը հանդես եկել հայտարարությամբ։ ինձ ոչինչ չտվեց հաղորդագրության Որ ճանաչել եք։ Այո, այդ դրվագից ոչինչ չտվեց։ Դե Այսինքն ձեր կարծիքով հանրությանը շատ հուզում էր այն, թե Գագիկ Ծառուկյանի դուստրը կամ մեկ այլ Ես առաջարկում եմ մենք մեր խոսակցությամբ չտարածենք այդ մարդկանց վերագրվող անձնական պատմությունները։ Ես այս խոսակցության մաս չեմ դառնում։ Ես այս խոսակցության մաս դառնալ չեմ ցանկանում։ Այլ հարցեր կան, սիրով կպատասխանեմ։ հանրությանը դարձած բազմակի մաս է։